Թեման, որը պատրաստվում ենք քննարկել մեր հյուրի հետ, վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին, սննդի անվտանգության մասին է խոսքը։ Մենք ամեն օր սնունդ ենք գնում, պատրաստում ենք ընտանիքի համար, ինչու ոչ կերակրում նաև մեր երեխաներին, բայց հազվադեպ ենք մտածում կոնկրետ ինչ ենք ուտում եւ որքանով է դա անվտանգ։ Ինչպես է ստուգվում արտադրանքի որակը եւ ինչից է պետք իրականում վախենալ եւ որտեղ են վախերը խիստ չափազանցված, այս մասին այսօր կխոսենք մեր հյուրի հետ, Երևանի Պետական Համալսարանի Քիմիայի ֆակուլտետի սննդամթերքի անվտանգություն բաժնի հետազոտող եւ ինֆլուենսեր Անի Նասիբյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեր տեղավորում եւ առաջին հարցը, որը միանգամից առաջանում է, խնդրում ենք պատմեք, թե կոնկրետ ինչով է զբաղվում Երևանի Պետական Համալսարանի Քիմիայի ֆակուլտետի սննդամթերքի անվտանգություն բաժինը եւ ինչ խնդիրների է առավել հաճախ բախվում ձեր ուսումնասիրության ընթացքում։ Քիմիայի ֆակուլտետի սննդի անվտանգություն բաժինը զբաղվում է ապագա սննդի անվտանգության մասնագետների պատրաստմամբ։ Սննդի անվտանգության մասնագետը պատասխանատու է, որպեսզի սննդամթերքը հումքից մինչև վաճառք լինի անվտանգ մարդու օգտագործման համար։ Մենք զբաղվում ենք մանրէաբանական, ֆիզիկական, ֆիզիկիմիական ռիսկերի վերահսկմամբ, վերահսկում ենք ծանր մետաղների, պեստիցիդների հետքային քանակները, սննդային հավելումները, ստուգում ենք ինչքանով է սննդամթերքը անվտանգ առհասարակ օգտագործման համար, ներդնում ենք տարբեր որակի վերահսկման համակարգեր, օրինակ HACCP, ISO 22000, աշխատում ենք տարբեր միջազգային ստանդարտների հետ, օրինակ FDA, Codex Alimentarius, հիմնականում Հայաստանի տարածքում մենք օգտվում ենք ԵԱՏՄ ստանդարտներից եւ մենք ունենք ստանդարտներ ու այդ ստանդարտների համապատասխան կատարելով որոշակի լաբորատոր փորձաքննություններ մենք բարձում ենք սնունդը առհասարակ անվտանգ օգտագործման համար թե ոչ։ Բավականին լուրջ տերմիններ օգտագործեցիք եւ ոմանց համար հասանելի եւ հասկանալի, ոմանց համար ոչ, միանգամայն հասկանալի է շատ լուրջ աշխատանքով եք զբաղված, կարեւոր եւ մարդու կյանքի կենսական անհրաժեշտություն ներկայացնող գործունեություն։ Իսկ անդրադառնանք ձեր բլոգերային գործունեությանը, երբ եւ ինչպես հասկացաք, որ գիտնականի այդ ձանձրալի գիտնականի կարծրատիպը, որը խոսում է շատ բարդ լեզվով, կարելի է տեղափոխել սոցհարթակ եւ այդ նույն բարդ ու կարեւոր թեմաների շուրջ խոսել մատչելի լեզվով։ Իրականում մտահղացումը ինձ մոտ շատ վաղուց է եղել, ուղղակի ես անընդհատ մտածում էի, որ ես պատրաստ չեմ դրան, քանի որ դեռ ուսանող եմ, դեռ չեմ ավարտել, դեռ առհասարակ շատ բաներ ունեմ սովորելու, բայց այն ապատեղեկատվությունը, որ այսօրվա դրությամբ տարածվում է սոցիալական հարթակներում, ինձ ստիպեց, որ ղեկը վերցնեմ իմ ձեռքը։ Եվ ինչպեսին էր արձագանքը օրինակ ձեր դասախոսների։ Շատ դրական, այո, շատ աջակցող, նույնիսկ ինչ որ խորհուրդներով են ինձ շատ օգնել, թե որ կետերին ավելի շատ կարելի է անդրադառնալ, ինչից է պետք առհասարակ խուսափել։ Իդեպ շատ կարևոր գործ եք անում, ձեր էջը ուսումնասիրելուց փորձում ես մի երկու տեսանյութ նայել, բայց հասկանում որ կես ժամ արդեն անցել է։ Մեկը մյուսի հետևից, այո, շղթայական։ Իսկ տեսություն, դա շատ կարևոր է, ոմանք կիրառում են, ոմանք չէ, արձագանք ստանում եք, երբ ձեր այդ բազմաթիվ հետաքրքիր ուշագրավ հոլովակները տվել են իրական արդյունք։ Կա հետադարձ կապ ձեր բաժանորդների հետ։ Շատ մեծ է հետադարձ կապը, հենց ի սկզբանե հետևորդների կողմից, սոցիալական մեդիայից օգտվող մարդկանց կողմից շատ դրական ջերմ հետադարձ կապ եմ ունեցել, որը իրականում շատ է մոտիվացնում շարունակել ու շարունակում ես ոչ միայն այդ պարտադրվածությունից ելնելով, այլ նաև ունենում ես շատ մեծ մոտիվացիա, երբ որ ստանում ես դրական արձագանք, իսկ իմ դեպքում այդ դրական արձագանքը շատ մեծ եղավ։ Մենք բնավ չենք գովազդում, բայց Անի Նասիբյան անուն ազգանունը արդեն այս պահին կարող են մարդիկ որոնել եւ իրենց աչքով տեսնել, թե ինչի մասին է խոսում եւ ինչպես է մատուցում այդ բավականին լուրջ եւ բարդ թեման։ Անի, իսկ կարելի է ենթադրել, որ դուք երբ գնում եք խանութ, գնումների, այսպես չեմ ուզում ասել ակնոցով եւ խոշորացույցով, որովհետեւ շատ անգամ շատ մանր է գրված լինում բաղադրությունը։ Իդեպ մենք ունեցել ենք հյուր դիետոլոգ, ով մի անգամ այսպիսի լայֆհակ մեզ այսպես ընծայեց, ասաց, եթե մի բան շատ մանր է գրված, ուրեմն հաստատ մի բան թաքցնում են։
Արդյոք այդպես է թե ոչ եւ դուք այդքան ուշադիր յուրաքանչյուր սննդամթերք գնելիս զննում եք այն։ Սուսաննա, բայց շատ հաճախ էլ նաև մեծ տառերով գրված է լինում էկո, բիո եւ նման։ Այո, առանց շաքարի, առանց ԳՄՕ։ Այո, դրանք բոլորը մարքեթինգային խաբկանքներ են իրականում։ Երբ որ միանգամից տեսնում եք պրոդուկտի վրա գրված օրինակ առանց ԳՄՕ, 100% բնական, առանց կոնսերվանտների, առանց հավելումների, դա ոչ, դա ավելի շատ նշանակում է, որ ընդհանուր բաղադրությանն է պետք ուշադրություն դարձնել, քանի որ դա շատ լավ մարքեթինգային խաբկանք է, երբ որ մարդը տեսնում է 100% բնական, ինքը միանգամից էլ ուրիշ ոչինչին չի նայում, բայց եկեք չմոռանանք, որ աշխարհում գոյություն ունեցող ամենաուժեղ թույները, օրինակ, ցիանիդները, ռիցինը, բոտուլինոտոքսինը, աֆլոտոքսինները, դրանք եւս ունեն 100% բնական ծագում, հետեւաբար բնական դա ընդհանրապես չի նշանակում անվտանգ։ Այո, եւ ինչը վերաբերվում է ԳՄՕ-ին, որ հակա ԳՄՕ պրոպագանդա է շատ այսպես լայնածավալ տարածվում, առհասարակ աշխարհի գիտնականները բաժանվում են երկու խմբի, այն գիտնականները, ովքեր կողմ են ԳՄՕ-ին եւ այն գիտնականները, ովքեր դեմ են ԳՄՕ-ին։ Ես առաջի խմբին եմ պատկանում, որովհետեւ օրինակ Հայաստանի նման երկրի համար չենք ասի, որ ԳՄՕ-ն շատ լավ բան է, եթե խոսքը խաղողին չի վերաբերվում, այստեղ մի քիչ ուրիշ հարց է արդեն, բայց օրինակ կան երկրներ, օրինակ Հնդկաստանը, որ իրենց համար ուտելիքի խնդիրը, սննդի խնդիրը շատ լուրջ օրասական խնդիր է։ Ու եթե մենք առավոտյան արթնանում ենք ու մտածում ենք ինչ ենք ուտելու, նրանք արթնանում ու մտածում են, այո, այսօր մի բան ուտելու են, թե չէ։ Ու այստեղ ԳՄՕ-ն արգելել, իմ կարծիքով այնքան էլ խելամիտ որոշում չէ։ Բայց եթե վնաս է բնակչության առողջությանը վնասները դարապացուցված չեն, արդեն 20 տարուց ավել է տարբեր հետազոտություններ են կատարվում, բայց ոչ մի ապացույց մենք չունենք։ Ենթադրվում է, որ կարող են անցնել էլի տարիներ ու բացահայտվի, որ ԳՄՕ-ն իրականում վտանգավոր է, բայց ներկայիս դրությամբ մենք ապացույցներ չունենք, որ այն վտանգավոր է։ Իսկ կան մթերքներ, որոնք որպես մասնագետ խորհուրդ կտակ օգտագործել ծայրահեղ զգուշությամբ։ Կաթնամթերքը ես կասեի շատ ռիսկային խմբի պրոդուկտներ են, կաթնամթերքը մսերից ավելի վտանգավոր է հավի միսը, որովհետև հաճախ մենք գրանցում ենք դեպքեր, երբ որ հակաբիոտիկների քանակը գերազանցված է լինում, իսկ հակաբիոտիկները իրենցով արդեն բավականին մեծ ռիսկ են առաջացնում, քանի որ օրգանիզմում արկա մանրեները ձեռք են բերում որոշակի կայունություն հակաբիոտիկների նկատմամբ, եւ արդեն երբ որ լինում է դրանցով բուժման կարիքը, բժիշկները ինչ հակաբիոտիկ ասես նշանակում են, բայց չի օգնում։ Ու այս վերջերս արգելեցին մոտ 1 տարի առաջ արգելեցին հակաբիոտիկների վաճառքը դեղատներում, բայց դա բավական չէ, պետք է ավելի լավ վերահսկել հակաբիոտիկների քանակը սննդամթերքի մեջ, քանի որ մոտ 80% հակաբիոտիկների մենք ստանում ենք հենց սննդամթերքի հետ։ Հիմա կարծում եմ ունկնդիրները միանշանակ ասում են ձայնից զգացում են, որ շատ երիտասարդ աղջիկ է, բայց որքան խելացի է, որքան գիտելիք ունի, ամեն ինչից տեղյակ է, անի, բայց եթե այս գիտելիքը տեղափոխենք պրակտիկ դաշտ, ինչ է սա նշանակում։ Չէ՞ որ յուրաքանչյուր գնորդ իր հնարավորություն չունի հավի կամ մսամթերք գնելիս այդ ստուգումը անցկացնել, կամ մեկ այլ սննդա, եթե չկա այդ նկարագրությունը, բաղադրության, բարձրապես ինչ է սա նշանակում, ուղղակի հրաժարվել։ Ես որպես պարող, ուղղակի բարեխղճորեն հավատում եմ, որ համապատասխան մարմինները պատշաճ կերպով կատարում են իրենց աշխատանքը եւ հակաբիոտիկների քանակը գերազանցված չի լինի հավի մսի մեջ, բայց առհասարակ եթե ավելի լուրջ եւ սուղ մոտենանք հարցին, կարելի է հավի միսը փոխարինել հնդկահավի մսով, բայց այդքան էլ տարածված չէ վաճառքում, եկեք համաձայնենք, հա։ Գիտենք, որ օգտակար է եւ շատ ավելի նախընտրելի է, քան հավի միսը, բայց օրինակ ազատ վաճառքում ես հազվադեպ եմ հանդիպում։ Դե այո, բնականաբար հավի միսը ավելի հասանելի, այո, ավելի հասանելի պրոդուկտ է։ Ուղղակի մենք պետք է ամրացնենք այն համակարգերը, որոնք վերահսկում են սննդամթերքի անվտանգությունը, մասնավորապես սննդի անվտանգության տեսչական մարմին եւ շուկայի վերահսկողության տեսչական մարմինները։ Իրատեսական եք համարում դա։ Այո, մեր սերնդի շնորհիվ։ Այ դա առանցքային հայտարարություններ ձեզ սերնդի շնորհիվ։
Աննա, երևի երերի մասին խոսենք, հա, որովհետև Անին շատ մեծ ուշադրություն է դարձրել, կա նաև մոտեցում, որտեղ եկա, ուրեմն վերջ, սա վատն է, բայց պարզվում է այդքան էլ այդպես չէ։ Ոչ։ Բոլոր սննդային հավելումները միջև շուկա դուրս գալը եւ իրենց տեղը գտնելը անցնում են բազմափուլ եւ բարդ թունաբանական փորձաքննություն։ Այս թունաբանական փորձաքննության արդյունքում սահմանվում են անվտանգ քանակներ։ Այդ անվտանգ քանակները սահմանվում են մեծ բաժարով, այսինքն եթե սահմանված է 5 միլիգրամ կիլոգրամ, եթե մենք նույնիսկ սպառենք օրինակ 8 միլիգրամ կիլոգրամ, այդ դեպքում եւս իրենք կլինեն անվտանգ։ Ու այստեղ խնդիրը ոչ թե սննդային հավելումներն են, այլ ոչ պատշաճ վերահսկումը։ Եթե ոչ պատշաճ վերահսկում առհասարակ արկա է, բայց ես որպես այդպեսին շատ չեմ հանդիպել, որ օրինակ կոնսերվանտների քանակը գերազանցված լինի կամ գունանյութերի քանակը գերազանցված լինի, առհասարակ կարիք չի լինում։ Ու այս միֆը որտեղից է գալիս, որ հավելումները բոլոր շատ վտանգավոր են, ուղղակի որոշ մարդիկ օգտվելով ազգաբնակչության տեղեկացության ցածր մակարդակից խոճապի են մատնում, որովհետև եթե ասում ենք, որ ինչ որ բան վտանգավոր է, մի կերեք, մարդիկ իրար են ուղարկում օրինակ այդ վիդեոները, դրանց դիտումները շատ են լինում, ու այդպես մարդիկ հայտնի են դառնում, բայց դա ընդհանրապես բարեխիղճ չէ իմ կարծիքով, եւ հավելումների մեծ մասը անվտանգ են։ Բայց այսինքն անվտանգ են, այսինքն այդ չգիտեմ, կոնսերվանտները, համի ուժեղացուցիչները իրենցից որպես այդպեսին վտանգ չեն ներկայացնում։ Դրանք վտանգավոր կլինեն, եթե մենք խախտենք սահմանված չափաբաժինները, բայց այստեղ պետքա գիտակցենք, որ օրինակ առանց կոնսերվանտի, եթե կոնսերվանտները հայտնաբերված չլինեին, այսօր բնակչությունը կանգնած կլիներ սովի խնդրի առջև։ Ինչը վերաբերվում է համի եւ հոտի ուժեղացուցիչներին, այս բարելավիչներին, իհարկե ցանկալի չէ իրականում, սրանք զուտ ինչ որ որակական հատկանիշներ, անվտանգության հատկանիշներ չեն բարելավում, ուղղակի պրոդուկտը ավելի ախորժելի, ավելի լավ վաճառվող դարձնելու համար են ավելացվում, եւ ունենք նաեւ ռիսկային խմբի հավելումներ, բայց էլի եթե դրանց քանակները չեն գերազանցվում, դրանք համարվում են անվտանգ։ Օրինակ շատ են միֆերը կապված նատրիումի գլուտամատի հետ եւ 621-ի հետ, որ առաջացնում է կախվածություն, ազդում է ուղեղի դոպամինային համակարգի վրա, այդպիսի լայնածավալ աշխատանք չկա, որը որ կապացուցի, որ դա իրականում այդպես է, բայց ինչ որ մի բանից առաջացել է այդ կարծրատիպը կամ միֆը։ Այո, ես ինչպես նշեցի, որոշ մարդիկ ու հիմնականում այս մարդիկ, ովքեր որ այս միֆերը տարածում են, գիտության հետ բացարձակ կապ չունեն, ու sense նայում ես այդ էջերը, օրինակ, նույնիսկ նյութերի անվանումները ճիշտ չեն կարողանում արտասանել, բայց մարդիկ իրենց լսում են, որովհետև նրանք գիտեն, թե որ թելերից է պետք քաշել։ Դե դա էլ է հմտություն։ Դե այո։ Անիսկ ժամկետանց սնունդի մասին ինչ կասեք, շատ անգամ տեսնում ենք սուպերմարկետներում մարդկանց, ովքեր այսպես շատ հմտորեն ձեռքը մեկնում են վերջին շարքից վերցնելու սնունդը, որովհետև գիտեն հատկապես կաթնամթերք, այո, որը հենց այդ տվյալ օրվանն է։ Եվ արդյոք միշտ երբ նշված է տվյալ օրը, դա իսկապես տվյալ օրվա արտադրանքն է։ Տեսեք, այդ սկզբունքը, որ ասեցիք, դա կոչվում է FIFO սկզբունք, այսինքն first in, first out, ավելի թարմ արտադրանքը դրվում է ավելի վերջում, դա արդեն համապատասխան մարմինները, ինչպես նշեցի, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը եւ սննդի անվտանգության տեսչական մարմինը պետք է խստի վերահսկեն, որպեսզի օրինակ ապագայի կաթնամթերք չունենանք։ Բայց արդյոք այդ պիտանելիության ժամկետը երաշխիք է սննդի անվտանգության։ Մեծամասամբ դեպքերում, այո, ոնց են այդ պիտանելիության ժամկետը դուրս բերում, սնունդը այդ պիտակի վրա նշված պայմաններում, օրինակ 4 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան, այսքան խոնավություն, այդ պայմաններում պահում են մինչև դրա փչանալը, ու այդպես դուրս են բերում դրա ժամկետը պիտանելիության, ու եթե մնացած ցուցանիշները խախտված չեն, իսկ իդեալականում մենք ունենք, եթե պրոդուկտը դուրս է եկել շուկա, ուրեմն ոչ մի ցուցանիշ պետք է խախտված չլինի, ապա ժամկետի սահմաններում սնունդը համարվում է անվտանգ։ Իսկ բանջարեղենը, մրգեղենը ֆանատիկորեն լվանալը, դա ինչ որ արդարացում ունի, թե պետք է պարզապես ջրով պետք չի ավելացնել սոդա, հատկապես ջրածնի պերօքսիդ, ես վերջերս տեսա, որ մի քիչ ջրածնի պերօքսիդով
մալինա էր լվանում, չէ, դա սխալ է, քանի որ այս նյութերի հետ կային քանակներն են մնում սննդամթերքի վրա։ Պետք է ուղղակի ջրով, գոլ ջրով լավ լվանալ։ Դա բավարար է։ Եվ վերջ, այո, դա բավարար է, որպեսզի պեստիցիդների կամ սելիտրաների, պարարտանյութերի մնացորդային քանակները վերացնեն։ Անի, իսկ որոնք են այն տարածված սխալները, որոնք մենք շատ հաճախ թույլ ենք տալիս տանը սնունդ պահելիս։ Օրինակ, կան մթերքներ, որոնք հատկապես վտանգավոր են պահելու համար կամ մի քանի անգամ տաքացնել չի կարելի։ Այո, Նաև ներողություն ջուրը եռացնել, հա, տաքացնելն էլ եւ ջուրը նույն թեյնիկում։ Տեսեք, հիմնական տնային պայմաններում, որ մենք սխալներ թույլ ենք տալիս, դա կապված է խաչաձև աղտոտման հետ, այսինքն օրինակ նույն տախտակի վրա չի կարելի կտրել եւ հավի միս եւ բանջարեղեն, քանի որ դրանց մանրէաբանությունը իրարից խստիվ տարբերվում է, ու հավի միսը հետագայում եթե մենք ենթարկելու ենք ջերմային մշակման, ապա այդ բանջարեղենը մենք ջերմային մշակման չենք ենթարկելու, ու այստեղից կարող են առաջանալ շատ լուրջ սննդային թունավորումներ։ Օրինակ, եթե հավը վարակված լինի սալմոնելայով եւ մենք դա եփենք, մենք բակտերիան կոչնչացնենք։ Իսկ եթե մենք օրինակ դրա վրա կտրտում ենք բանջարեղեն եւ միանգամից օգտագործում ենք, մենք վարակվում ենք սալմոնելոզով։ Ինչը վերաբերում է մի քանի անգամ տաքացնել, սառեցնելուն, օրինակ բրինձը չի կարելի մի քանի անգամ տաքացնել, սառեցնել, քանի որ դրա մեջ կուտակվում է որոշակի մանրեներ, որոնք կարող են էլի պատճառ դառնալ սննդային թունավորումների։ Ինչը վերաբերում է ջրին, ջրի դեպքում փոխվում են էլեկտրոլիտ հատկությունները, ու առհասարակ այո ցանկալի չէ մի քանի անգամ եռացրած ջուրը խմել։ Այն եւս կարող է փչանալ։ Այս ինչ վտանգ կարող է ներկայացնել մարդու համար։ Ես հաճախ եմ լսում, որ մի քանի անգամ չի, այսինքն ինչ կարող է տեղի ունենալ մարդու օրգանիզմի հետ։ Օրգանիզմի հետ կապված դա արդեն իմ կոմպետենտության շրջանակներից դուրս է, ես բժիշկ չեմ, հստակ չեմ կարող ասել ինչ ախտահարումներ կարող են տեղի ունենալ, բայց ամենայն դեպս պետք չէ մի քանի անգամ եռացրած ջուրը օգտագործել։ Այսքան երիտասարդ ու այդքան գիտելիքով զինված ուղղակի հիացմունք է առաջացնում, անի անկեղծորեն խոստովանում եմ, եւ կարծում եմ նաեւ դուք ու երիտասարդ լինելով շատ վարակիչ օրինակ եք ձեր հասակակիցների, ինչու ոչ նաեւ նրանց, ովքեր պատրաստվում են մասնագիտություն ընտրել, քիմիան բավականին բարդ առարկա է, բայց դուք այնպես հեշտությամբ, խաղարկային, այսպես գեղարվեստականորեն ներկայացնում եք, օրինակ նրանք, ովքեր այս պահին մասնագիտության ընտրության առջև են կանգնած, ինչ խորհուրդ կտաք հենց միգուցե քիմիայի ուղղությամբ հենց առհասարակ քիմիան ինքնին շատ հետաքրքիր գիտություն է, ու դպրոցներում մեզ այնքան էլ ճիշտ չի մատուցվում, եթե ճիշտ մատուցվեր, ապա գիտության մակարդակը Հայաստանում ավելի բարձր կլիներ ու մարդիկ ավելի մատուցել։ Այո։ Իսկ ինչով եք, որտեղ եք գտել հետաքրքրությունը։ Ոգևորվել։ Մի անգամ 7 թափեցի, տնից դուրս գալուց առաջ սպիտակ եղանի վրա 7 թափեցի ու վերադարձա տուն, տեսա այդ 7-ը անհետացել է, ու դրանից հետո իմ մոտ հարց առաջացավ, ոնց է դա առհասարակ տեղի ունեցել, ու դա հիմք հանդիսացավ, որ ես սկսեմ հետաքրքրվել քիմիայով, բացի դրանից ես մի փոքր էգոիստ եմ բնավորությամբ, ու երբ որ դպրոցում օրինակ ուսուցիչը բացատրում էր քիմիա ու դասարանից միայն ես էի հասկանում, ես դրանից ինձ շատ լավ էի զգում։ Այո, եւ դա եւս խթան հանդիսացավ, որպեսզի ես ընտրեմ այս մասնագիտությունը։ Հետաքրքիր էր, հատկապես յոդի պատմությունը։ Անի, իսկ կարող եք մի քանի հիմնական խորհուրդ տալ այս մեզպես սովորական սպառողին, ինչպես նվազեցնել ռիսկերը եւ ավելի անվտանգ սնվել։ Այո, իհարկե, նախ եւ առաջ ցանկացած product գնելիս պետք է նայել դրա մակնշումը, պետք է ամեն մարդ իր առաջնահերթությունները ունի, օրինակ մարդ կա ցանկանում է նիհարել, մարդ կա ցանկանում է առողջ սնվել, նիհարելու համար պարտադիր չի առողջ սնվել, դրա համար այդպես ասացի։ Մենք պետք է ըստ մեր առաջնահերթությունների նայենք պիտակները։ Մի քանի սկզբունք կա պիտակները նայելու համար։ Մենք ունենք համապատասխան կանոնակարգեր, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ ըստ այդ կանոնակարգերից մեկի, որը վերաբերվում է սննդամթերքի մակնշմանը, բաղադրիչները գրված են լինում բարձր զանգվածային բաժին ունեցողից ավելի ցածր զանգվածային բաժին ունեցող, այսինքն շատից քիչ։ Ու եթե ինչ-որ
որ product ենք ընտրում, օրինակ առաջին տեղում գրված է շաքարը կամ առաջին, երկրորդ, երրորդ տեղում գրված է կոնսերվանտը, սա մեզ արդեն կասկածի տեղիք է տալիս։ Աշխատում ենք, որ առաջին տեղում գրված լինեն առավել անվտանգ բաղադրիչները։ 5-ից 7 մոտ առաջին 5-ից 7 տեղում գրված են լինում առավել մեծ զանգվածային բաժին ունեցող բաղադրիչները, իսկ վերջում արդեն գրված բաղադրիչները ավելացում են շատ չնչին քանակներով։ Նույն ինքը համյուժեղացուցիչները, կոնսերվանտները։ Այսօր մենք խոսում ենք Աննա այդ Coca-Cola-ի բաղադրության մասին եւ իհարկե չէին կարող չհիշատակել առանց շաքարի կամ շաքարավազի կոլայի մասին։ Ինչ կասեք, արդյոք դա այդպես է եւ ինչով է փոխարինվում եւ որքանով է դա անվտանգ փոխարինիչը։ Դա իրոք այդպես է, դրա մեջ շաքար չկա, փոխարենը ավելացվում է հիմնական քաղցրացուցիչը, այդտեղ ասպարտամն է։ Սա էլի կապված է մարդու առաջնահերթություններից, օրինակ եթե մարդու առաջնահերթությունը տվյալ պահին նիհարելն է, այո, կարող է ընտրել կոլա զրոն, բայց եթե ավելի շատ ենք խորանում, բնականաբար այն մի փոքր ավելի վտանգավոր է, քան սովորական շաքարը։ Ինչու՞մ է դրա վտանգը։ Ասպարտամը, երբ որ օրգանիզմում ենթարկվում է հիդրոլիզի, դրանից առաջանում է ֆենիլալանին, ասպարգինաթթու եւ մեթանոլ։ Մեթանոլը թունավոր միացություն է, որից կարող է նույնիսկ առաջանալ կուրություն, բայց օրինակ սովորական մի հատ լոլիկի մեջ ավելի շատ մեթանոլ է պարունակվում, քան կոլա զրոյի մեջ։ Սա էլ պետք է գիտակցենք, որ այդ քանակները խստիվ վերահսկվում են, հատկապես կոլայի դեպքում։ Առաջանում է ֆենիլալանին, որը հակացված է օրինակ ֆենիլկետոնուրիա հիվանդությունը ունեցող մարդկանց, եւ դա պարտադիր մակնշված է լինում պիտակի վրա, որ կարող է պարունակել ֆենիլալանինի առաջացման աղբյուր։ Եվ սա ամինաթթու է, որը մարդու օրգանիզմում չի սինթեզվում եւ այն մարդը ստանում է դրսից։ Եվ ունենք նաեւ ասպարգինաթթու դրա կազմի մեջ, որը էլի ամինաթթու է, որը արդեն սինթեզվում է մարդու օրգանիզմում։ Դե եթե մարդու օրգանիզմում սինթեզվում է, ինչի մասին է խոսքը։ Հետաքրքիր ինչու է պայմանավորված, որ այդ կոլա զերոնը ավելի քաղցր է թվում, քան սովորական կոլան։ Դա իսկապես այդպես է։ Դա իսկապես այդպես է, որովհետև քաղցրացուցիչները, շաքարի փոխարինիչները իրենց բնույթով սովորական շաքարից մի քանի անգամից մինչև մի քանի 100 անգամ կարող են ավելի քաղցր լինել։ Ու դրանց քանակը սահմանել այնպես, որ սովորական շաքարից չտարբերվի, մի քիչ ավելի դժվար է։ Անի, լսում եմ եւ մտածում, թե որքան վտանգված ենք մենք սպառողներս, եթե սննդամթերքի փաթեթավորված սննդամթերքի վրա կա բաղադրություն, ապա նույն ձեր նշած լոլիկի, վարունգի, միրգ բանջարեղենի վրա ոչինչ չկա նշված եւ մնում է միայն ենթադրել, թե ինչով են աճեցրել, ինչ են օգտագործել եւ այստեղ թվում է թե սպառնալիքները ավելի շատ են։ Իրականում սա էլի շուկայի վերահսկման տեսչական մարմնի եւ սննդի անվտանգության տեսչական մարմնի գործն է, որպեսզի դրանց մեջ ծանր մետաղների, պեստիցիդների եւ պարարտանյութերի քանակները սահմանված արժեքները չգերազանցեն։ Բայց մեր բակերում վաճառող տատիկների բանջարեղենը հաստատ երևի չի վերահսկվում։ Մենք էլի գիտական աշխատանք ենք սկսել, որը կապված է փողոցային առևտրի կանոնակարգման հետ եւ հուսանք մինչեւ տարվա վերջ որոշակի փոփոխություններ կլինեն այդ մասով։ Քանի որ կոլայից խոսեցինք, իսկ էներգետիկ ըմպելիքները թերևս դրանք ավելի վտանգավոր են։ Միանշանակ դրանք ավելի վտանգավոր են, այստեղ ավելի վտանգավոր միքս ունենք շաքարի մեծ պարունակություն, կոֆեին եւ B խմբի վիտամիններ, որոնց համադրությունը օրգանիզմում առաջացնում է էներգետիկ բում։ Ու սա հյուսում է սրտանոթային համակարգը, նյարդային համակարգը, պահի տակ մենք ակտիվանում ենք այս բջիջներում առկա հավելյալ էներգիայի հաշվին, պահուստային էներգիայի հաշվին մենք ակտիվանում ենք, հետո անցնում է որոշակի ժամանակ ու մենք ուղղակի մարում ենք ու առաջացնում ենք ախվածություն։ Բացի այդ, էներգետիկների մեջ պարունակվում է նաև շատ տոքսիկ միացություն, որը նիացինն է եւ կարող է առաջացնել լյարդի լուրջ հիվանդություններ, հատկապես անչափահասների դեպքում այս մի տարուց ավել արդեն ես նկատում եմ հստակ, որ խանութներում անչափահասներին էներգետիկ խմիչքներ չեն վաճառում եւ դա շատ ողջունելի է։ Նույնիսկ մարզերում ես նկատել եմ, որ իսկապես չեն վաճառում։ Անի, իսկ հաղորդման ընթացքում դուք նշեցիք, որ կան առասպելներ սնունդի հետ կապված։ Կարող եք մի քանիսը նշել։ Առասպելներ եւ իրականություններ։ Այո,
Այո, իհարկե, օրինակ, որ 100% բնական դա չի նշանակում անվտանգ կամ առանց գմու եւս չի նշանակում անվտանգ հավելանյութեր չի պարունակում կամ օրինակ առանց կոնսերվանտների սնունդ մտածում ես առանց կոնսերվանտների սնունդը ինչպես կարող է ունենալ 2 տարի եւ ավել պահպանման ժամկետ։ Իրականում այս ուղղությունը հիմա զարգանում է, բայց դեռևս այդքան զարգացած չէ, որ առանց կոնսերվանտի սնունդ ունենա այդքան երկար պահպանման ժամկետ։ Ուղղակի հիմա մենք աշխատում ենք smart փաթեթավորումների վրա, իսկ smart փաթեթավորումները օգնում են երկարացնել պահպանման ժամկետը առանց կոնսերվանտների։ Օրինակ, ավելացնում ենք արծաթի իոններ, երբ որ միջավայրի pH-ը փոխվում է ու մարեաբանական ախտոտվածություն է սկսվում ներսում, փաթեթավորումը հարձակվում է սննդամթերքի վրա արծաթի իոններով եւ մանրէներին ոչնչացնում է։ Բայց սա մի քիչ արդեն մի քանի տարի հետո ավելի արդիական կլինի, միֆերի հետ կապված օրինակ առանց շաքարի ավելացման, դա նշանակում է, որ արտադրական process-ում արտադրողը, որ փաթեթավորել է տվյալ հյութ օրինակ, շաքար չի ավելացրել, բայց արտադրողը ինչ որ X կամպանիայից գնել է կոնցենտրատ, որի մեջ արդեն եղել է շաքար, ու փաստացի մարդը, որ դա տեսնում է, մտածում է, օքեյ, առանց շաքարի հյութ է օրինակ, բայց իրականում դրա մեջ շաքար կա, այն էլ ինչքան ստուգել եմ, ես ինքս իմ ձեռքերով անձամբ, միշտ նման պրոդուկտների մեջ շաքարը ավելի շատ է եղել, քան այն պրոդուկտների մեջ, որի վրա որ գրված չէ, օրինակ առանց շաքարի ավելացման։ Իսկ եթե հացաբուլ կեղենի կամ թխված կեղենի մեջ կա փոխարինիչը մեղրն է, դա էլ կասկածի տակ պետք է առնել, թե դա խելամիտ չէ առհասարակ, քանի որ մեղրը ջերմային մշակման չի կարելի ենթարկել, բարձր ջերմաստիճանում մեղրը վերածվում է թույնի, այն առաջացնում է հիդրոքսիմեթիլ ֆուրֆուրոլ նյութը, որը խիստ տոքսիկ միացություն է։ Ճիշտ է, ուսումնասիրությունները կատարվել են կենդանիների վրա, բայց ենթադրվում է, որ մարդու վրա եւս կունենա շատ տոքսիկ ազդեցություն, ընդհանուր միջև կարող է լինել քաղցկեղածին ու մեղրի ջերմային մշակման ենթարկելը առհասարակ խելամիտ չէ։ Մեղրը շատերը ուրախանում են, երբ տեսնում են, որ մեղր է բնական սառը վիճակով։ Անի, իսկ մենք խոսեցինք ջուրը եռացնելու մասին եւ դրա վտանգների, շատերը ջուրը սառեցնում են, այնուհետեւ հալեցնում նոր խմում։ Որքանով է դա անվտանգ։ Կամ օգտակար։ Եվ արդյոք օգտակար է։ Սառեցնել եւ հալեցնելը ինչ որ մարեաբանական կամ ֆիզիկիմիական հատկանիշներ ջրի դեպքում չի փոխում։ Զուտ մարդու նախասիրություններից է կախված, թե ինչ վիճակում է ավելի շատ սիրում ջուրը օգտագործել։ Ես առհասարակ խորհուրդ եմ տալիս ջուրը օգտագործել սենյակային ջերմաստիճանում։ Ծորակից։ Հայաստանում այո, կարելի է նաեւ ծորակից։ Կամ եթե եռացնել, սառեցնել, ապա նոր օգտագործել։ Կամ իսկ եթե խոսքը երեխաներին է վերաբերվում։ Ես եթե երեխա ունենայի, հավանաբար իրեն կտայի խանութից գնված ջուր։ Իսկ դրան կարելի է վստահել եւ արդյոք դա տարբերվում է օրինակ, որտեղ չկա պիտակավորում երեխայի համար։ Բաղադրությունները իրոք տարբեր են։ Շատ հաճախ ասում են, որ այդ շշերներն են վտանգավոր։ Պլաստիկի մասին չխոսեցինք։ Պլաստիկի հետ կապված մենք ունենք բավականին կայուն պլաստիկի տեսակներ ու յուրաքանչյուր սննդամթերք ունի իր համապատասխան պլաստիկը ու պլաստիկի դեպքում շատ հաճախ ռիսկը ավելի քիչ է, քան օրինակ մետաղների դեպքում։ Օրինակ ես այս վերջերս փորձ էի իրականացրել, որտեղ ցույց էի տվել, որ կոլան ներսից պատված է պլաստիկի բարակ թաղանթով եւ դա իրականում ավելի անվտանգ է։ Քանի որ մետաղի իոնները այդ շատ թթվային միջավայրում կարող են միգրացվել, սակայն պլաստիկի իոնները չեն միգրացվում այդ միջավայրում եւ սննդի անվտանգության տեսանկյունից բնականաբար մենք ունենք ավելի անվտանգ պրոդուկտ, սակայն դա օրինակ վատ է անդրադառնում շրջակա միջավայրի վրա։ Ես չգիտես ինչու իհարկե սննդից ենք խոսում, սոսինձը հիշեցի, որ կար մի հետաքրքիր հոդված, որ այս սուպեր սոսինձները, որ ամեն ինչ կպնում է օգտագործելու արդյունքում, հետաքրքիր է, որ այն տյուբիկը ինչի մեջ որ ինքը զետեղված է, ինքը չի կպնում ներսի պարունակությանը։ Փոխհատեցություն տեղի չի ունենում, ուղղակի տվյալ սոսինձի նկատմամբ իր տյուբիկը իներտ է։ Դուք բոլոր հարցերի պատասխանները ունեք։ Զարմանալի է, չէ՞, այս տարիքում ոչ բոլոր հարցերի, բայց
որոշ մասի պատասխանները։ Պիտանելիության ժամկետից երբ խոսում ենք, այսպես կենցաղում շատ անգամ լինում է նույն հացը կամ կաթնամթերքը, եթե օրինակ երրորդ օրը լավաշը բացում ես եւ արդեն ինքը բորբոսնել է, մի տեսակ տխրում ես, որ երկար չի մնացել, հա, երբ բացում ես 20-րդ օրը եւ տեսնում ես ոչինչ հետը չի եղել, նույնպես տխրում ես։ Ուզում ես հասկանալ, թե որն էր բնականը եւ որտեղ ինչ էին օգտագործել, որ այնտեղ երրորդ օրը փչացավ, իսկ այստեղ արդեն ավելի քան Դե բնականաբար ինչքան բնական է product-ը, այդքան ավելի շուտ է փչանում։ Առհասարակ բորբոսի հետ կապված մի հատ շատ կարևոր բան ասեմ, շատ տարածված միֆ կա, որ բորբոսը կարելի է հեռացնել եւ տվյալ սննդամթերքը օգտագործել, հատկապես նույն պենիցիլինն է, հա, բորբոսը։ Հա, նույն պենիցիլինը, բայց ամեն օր մենք պենիցիլին խմում ենք։ Շատ հետաքրքիր հարց է։ Ամեն դեպքում դա վտանգավոր է։ Ամեն դեպքում դա շատ վտանգավոր է եւ նույնիսկ օրինակ տոմատի մածուկների դեպքում երբ որ տեսնում են արտաքին շերտի վրա քիչ բորբոս կա, մոտ 2-3 սանտիմետր շարավով հեռացնում են, հետագայում մտածում են, թե ջերմային մշակման են կենթարկելու, հաստատ կվերանա, բայց ոչ, աֆլոտոքսինները, այն տոքսինները, որոնք արտադրվում են բորբոսի կողմից, շատ կայուն թույներ են եւ անգամ բարձր ջերմաստիճանների դեպքում դրանք չեն ոչինչ անում։ Անի, եթե շատ համառոտ նկարագրեք ձեր մեկ օրը, ոչ բլոգերային, ոչ տեսախցիկների առջև, իրական Անի Նասիբյանի կյանքը, սուրճ խմելիս, թեյ խմելիս, մսամթերքով, այսպես պրաբիրկան եւ գործիքները միշտ կողքին եք պահում, թե Չէ, ես իրականում այդպիսի ֆանատիկ մոտեցում չունեմ։ Ես գիտեմ, որ ունեմ առողջ օրգանիզմ ու եթե նույնիսկ ինչ-որ խնդիր լինի տվյալ սննդամթերքի հետ, իմ օրգանիզմը շատ արագ այդ խնդիրը կվերացնի։ Չարաշահել չի կարելի։ Չարաշահել չի կարելի, այստեղ շատ կարևոր հարցն է էմոցիոնալ մոտեցումը։ Այո, ավելի լավ է որոշ դեպքերում օգտագործենք վտանգավոր սնունդ, քան ունենանք սննդային վարքի խանգարումներ, օրինակ, տոքսիկ հարաբերությունների մեջ լինենք սննդի հետ։ Ես այդպես եմ համարում։ Կա ինչ-որ բան, որ բացառել եք ձեր սննդակարգից։ Չէ, այդպիսի պրոդուկտներ չկան, որ ես բացառում եմ։ Իսկ նախընտրելին։ Նախընտրելին հիմնականում միրգ եւ բանջարեղեն։ Ամեն դեպքում առողջ սննդակարգ։ Այո, դա սովորույթ է ավելի շուտ։ Առհասարակ սննդակարգը մարդու համար դա սովորությունների հիման վրա է կառուցվում։ Այսինքն պետք է օգտագործել ամեն բան, բայց չափավոր եւ զգուշությամբ։ Այո, պետք է լսել օրգանիզմին։ Դուք շատ հետաքրքիր բան ասացիք, եթե ես երեխա ունենայի, այսպես կամ այնպես կվարվեի, այ հատկապես երեխայի սննդակարգում, սնունդը գնելիս։ Եթե երեխա ունենայիք, ինչին ուշադրություն կդարձնեիք։ Ես առհասարակ կաշխատեի ամեն ինչը ինքս պատրաստել, օրինակ այդ կաշաները, պատրաստի սնունդները երեխաների համար չգնել, քանի որ ես այնքան էլ չեմ վստահում։ Իմ դեպքում մի քիչ ուրիշ է, բայց երեխայի դեպքում առավել զգոմ պետք է լինել ու առհասարակ եթե մենք ճիշտ ձևավորենք կյանքի առաջի մի քանի տարիներին երեխայի սննդակարգը, դա շատ լավ հիմք կլինի նրա ամբողջ կյանքի համար։ Շատ հետաքրքիր է։ Շնորհակալ ենք շատ, ցավոք մեր եթերը սպառվում է եւ շատ հետաքրքիր զրույց։ Այո, ձեզ հետ հրավիրել։ Խոստանում ենք կրկին ձեզ հրավիրել, ուրախ կլինենք, որ գաք։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Երևանի Պետական Համալսարանի քիմիայի ֆակուլտետի սննդամթերքի անվտանգություն բաժնի հետազոտող եւ ինֆլուենսեր Անի Նասիբյանի հետ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ։